Հայլուրն է սկսում է աշխատանք հանրային ուղիղ եթերում, տաղավարում Աբրահամ Գասպարյանն է, բարև ձեզ։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակել այդ երկրում գտնվող հայ զինծառայողների հետ իբրև թե անցկացված հարցազրույցի վերաբերյալ եւ լրատվական կայքերում լուսանկարներ տեղադրել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով ընդգծում է, որ ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեղեկությունները ադրբեջանական կողմն այդ քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի հանրահայտ նորմերը, մասնավորապես 1949 թվականի օգոստոսի 12-ին Ժնևի 3-րդ եւ 4-րդ կոնվենցիաների, համապատասխանաբար 13-րդ եւ 27-րդ հոդվածներում ամրագրված դրույթները, որոնք սահմանում են, որ հովանավորվող կամ պահպանության տակ գտնվող անձինք պետք է մշտապես պաշտպանված լինեն հասարակության հետաքրքրասիրությունից։ Հետևաբար ադրբեջանական կողմը պետք է զերծ մնար նշված անձանց հասարակության ուշադրությանը ներկայացնելուց եւ կանխել լուսանկարների տեղադրումը։ Ընդ որում պահպանության տակ գտնվող անձի համաձայնությունը հանդիպել լրատվամիջոցների հետ չի ազատում ադրբեջանական համապատասխան կառույցների ղեկավարությանը իր պարտավորություններից, քանի որ Ժնևի 3-րդ եւ 4-րդ կոնվենցիաների համապատասխանաբար 7-րդ եւ 8-րդ հոդվածներով ամրագրվում է, որ պահպանության տակ գտնվող անձինք ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նախատեսված են կոնվենցիաներով։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հրավիրում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների եւ հատկապես Կարմիր խաչ միջազգային կոմիտեի ուշադրությունը ադրբեջանական կողմի այս գործողությունների վրա, ակնարկելով այդ կառույցների պատշաճ արձագանքն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ։ Արդեն 3-րդ տարին է ինչ սերունդ հայապահպան միավորումը օգոստոսի 11-ին Հայաստանում նշում է ազգային ինքնության եւ միասնության տոնը։ Ըստ ավանդության այս օրը նահապետ Հայկը նետահարել է բռնակալբելին եւ ստեղծել հայկական աշխարհը։ Ըստ սերունդ հայապահպան միավորման նախագահ Հայկ Չոբանյանի այս տարի ազգային ինքնության օրվա մեջ միավորել են եւս երկու կարևոր իրադարձություն՝ աշխարհակալ արքա Տիգրան Մեծի 2150-ամյակն ու Արցախյան հերոսամարտը։ Այս տարի առաջին անգամ ազգային ինքնության օրը կնշվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ տոնակատարությունները կմեկնարկեն ազատագրված տարածքներում հայտնաբերված պատմական Տիգրանակերտ քաղաքից։ Համոզված ենք, որ իհարկե ազգային ինքնության եւ միասնության տոնի առաջարկությունը, որը ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցել է, շարունակություն կունենա, բայց անկախ դրանից մեր միավորումը եւ մեր շուրջը հավաքված բազմաթիվ միավորումներ եւ մարդիկ ամեն տարի այսօրը կնշանավորենք ազգային միասնության եւ ինքնության պահպանման và ամրապնդման խորագրի ներքո 2009 փետրվարի 10-ին Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված պայմանագրով Երևանի հրշեջներին պետք է տրամադրվեր 28 նոր մեքենա։ Մեկ տարի անց հանդիսավորությամբ նրանք փոխանցվել են Երևանի փրկարարներին։ 28 մեքենաներից երկուսը 30 մետր բարձրության ավտոսանդուղքներ են, 5-ը 10 տոննա ջրատարողությամբ մեքենաներ, որոնցից 4-ն ի դեպ այս օրերին աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում։ Կան նաև հատուկ 1 տոննա տարողությամբ մեքենաներ, որոնք նախատեսված են հատուկ նեղ փողոցներ ունեցող քաղաքների համար, որոնցից է նաև Երևանը։ Մեքենաները Հայաստան են բերել ճապոնացի մասնագետները, որոնք տեղում 135 հայ հրշեջներին մեկ ամիս ուսուցանելու են մեքենաների հետ աշխատանքի հմտություններին։ Նախատեսվում է, որ նոր մեքենաները կարող են ամբողջությամբ ապահովել Երևանի կարիքները եւ հնարավորություն կտան մնացած տեխնիկան ուղարկել մարզեր։ Սրանք դեռ գործի մեջ չեն եղել, են 4 արդեն գիտեք Ռուսաստանի Դաշնությունում իրենց փրկարարական աշխատանքներն են կատարում, այսինքն իրենք արժեվ դրված խնդիրները շատ գերազանց կատարել են, դա գնահատականն է մեր ռուս գործընկերների եւ իրենք ինձ զանգահարել են, ասել են, որ շատ լավ աշխատել են մեր տղաները։ Միջազգային լրահոսից Մոսկվայում այսօր առավոտյան ծխածածկույթն արդեն ցրվել է եւ օդը մաքրվել, այս գիշեր ուժեղ անձրև եւ ամպրոպ է տեղի ունեցել, որի արդյունքում քաղաքում էկոլոգիական վիճակը բարելավվել է։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ Մոսկվայում այսօր շոկ եղանակը դեռ կպահպանվի, ցերեկ օդի ջերմաստիճանը կհասնի 34 աստիճանի։ Ծուխը Ռուսաստանի մայրաքաղաքում սկսեց ցրվել դեռ երկուշաբթի օրվանից։ Շմոլ գազի պարունակությունը երեկոյան 2 անգամ պակաս էր առավելագույն թույլատրելի խտությունից։ Երեքշաբթի առավոտյան ծխի խտությունն ավելի էր նվազել։ Այժմ Մոսկվայի փողոցներում ծուխ չկա եւ չի զգացվում նախորդ օրերի համար բնորոշ խանձահոտը։ Անսովոր շոգ ու չոր եղանակը Մոսկվայի շրջանում սկսել էր հունիսի կեսերից։ Դրանք հանգեցրին անտառային հրդեհների, որոնց հետևանքով Ռուսաստանի մայրաքաղաքը համարյա 2 շաբաթ պատված էր թանձր ծախով։
Թուրքիայի Շռնակի մարզում քուրդ ապստամբները պայթեցրել են Քիրքուկ Ջեյհան նավթամուղը, որի հետևանքով 2 մարդ զոհվել է։ Պայթյունից հրդեհ է բռնկվել, որը հասել է մոտակա ավտոմայրուղով անցնող մեքենաներին, 2 մարդ զոհվել է, ևս մեկը ծանր վիրավոր է։ Թուրքական ENTV հեռուստաընկերության տվյալներով նավթամուղի այդ հատվածում պայթուցիկ սարք է տեղադրված եղել հեռակառավարմամբ։ Պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չհաստատվեց։ Ավելի վաղ քուրդ ապստամբները էլի էին նման ահաբեկչություններ կատարել։ Մասնավորապես Քրդստանի բանվորական կուսակցությունը պատասխանատվություն է կրել հուլիսի նույն շրջանում նավթամուղը պայթեցնելու համար։ Քիրքուկ Ջեյհան նավթամուղը, որի երկարությունը կազմում է 970 կիլոմետր, Իրաքի ամենախոշոր նավթամուղն է։ Այն Քիրքուկի հանքավայրը միացնում է թուրքական Ջեյհան նավահանգստին։ Նյու Յորքում աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողով, որն զբաղվելու է ազատության տորմիղի միջադեպի հանգամանքների քննությամբ։ Իսրայելն անմիջապես արձագանքել է անկախ հանձնաժողովի ստեղծման մասին Պան Կի Մունի հայտարարությանը, շեշտելով, որ կհրաժարվեն համագործակցել հանձնաժողովի հետ, եթե այն պահանջի հարցաքննել գրոհին մասնակցած իսրայելցի զինծառայողներին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը Թուրքիայի արտգործնախարարը որակել է դրական առաջընթաց։ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ անկախ հանձնաժողովի որոշումից Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի խաղաղ մարդկանց սպանության համար եւ զգուշացրել, որ Անկարան վճռական է իր քաղաքացիների շահերը պաշտպանելու հարցում։ Իրանի կառավարությունը Լիբանանին իր օգնությունն է առաջարկել Միացյալ Նահանգների փոխարեն, որը նախորդին սառեցրել էր Լիբանանին հատկացվող օգնությունը։ Իրանի օգնության հարցը քննարկվելու է նախագահ Մահմուդ Ահմեդինեժադի Բեյրութ կատարելիք այցի ընթացքում։ Նախնական տվյալով Իրանի նախագահը Լիբանան կմեկնի Ռամադան ամսվա վերջին։ Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչ Ֆրեդրիկ Հաֆը, որ նախորդին ժամանել է Լիբանան, հանդիպել է բանակի գլխավոր շտաբի պետ Ժան Քահվաժիի հետ եւ կոչարել չընդունել իրանական օգնությունը։ Հիշեցնեմ, որ օրերս Կոնգրեսի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը սառեցրել էր Լիբանանին հատկացվող $100 միլիոն ռազմական օգնությունը Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ղրղստանի իշխանությունները շարունակում են պայքարը տապալված նախագահ Կուրմանբեկ Բակիևի կողմնակիցների դեմ։ Օգոստոսի 10-ին հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտարարել են երկրի նախկին վարչապետ Իգոր Չուդինովի ձերբակալման մասին։ Որոշ տեղեկություններով նա ձերբակալվել է հատուկ գործողության ընթացքում, մեկ այլ վարկածով ինքնակամ հանձնվել է։ Կառավարության նախկին ղեկավարի ձերբակալության պատճառների մասին ոչինչ չեն հաղորդվում։ Միաժամանակ Ղրղստանի եւ Ղազախստանի սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալվել է նախկին նախագահի ազգական Սանժար Բակիևի մերձավոր զինակիցը, ում անունը չի հաղորդվում։ Իրավապահների տվյալներով նա Ջալալաբադում իրականացրել է Կուրմանբեկ Բակիևի պահպանությունը։ Ասենք Լատինամերիկյան տարածաշրջան Կոլումբիան եւ Վենեսուելան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների նախագահների Կոլումբիայում կայացած հանդիպմանը որոշում է կայացվել բաց երկխոսության շնորհիվ զարգացնել եւ խորացնել երկկողմ հարաբերությունները։ Ուգո Չավեսը նշել է, որ չի հանդուրժի անօրինական զինված խմբավորումների ներկայությունը Վենեսուելայի տարածքում։ Հիշեցնեմ, որ հարաբերությունները խզվել էին հուլիսին, երբ Բոգոտան Վենեսուելայի իշխանությանը մեղադրել էր իր երկրի տարածքը կոլումբական ապստամբ խմբավորումներին տրամադրելու համար։ Միացյալ Նահանգների նախագահը ցավակցություն է հայտնել նախկին սենատոր Թեդ Ստիվենսի եւ Ալյասկայում տեղի ունեցած ավիավթարի մյուս 4 զոհերի հիշատակին։ Դիլինգհեմ քաղաքից ոչ հեռու վթարի ենթարկված օդանավում կար 9 մարդ, որից 5-ը, այդ թվում նաև նախկին սենատորը, զոհվել են։ Ավիավթարի հանգամանքները հետաքննվում են։ Ի դեպ, սա վերջին 2 շաբաթվա մեջ արդեն 3-րդ ավիավթարն է Ալյասկայում։ Նոր սկանդալ Google-ում ինտերնետային առաջատար որոնողական ընկերությունն այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել Հարավային Կորեայում ծագած խնդիրների պատճառով։ Նախորդին ոստիկանությունը խուզարկել էր ընկերության Սեուլի գրասենյակը։ Կորեական մասնաճյուղի աշխատակիցները կասկածվում են Wi-Fi ցանցերի օգտատերերի անձնական տվյալները ապօրինի հավաքագրելու եւ պահելու համար։ Աշխատակիցների խոսքով տվյալների հավաքագրումը տեղի է ունեցել ոչ կանխամտածված։ Այն կապված է ընկերության նոր նախագծի Street View համակարգի նախապատրաստման հետ, որի շրջանակներում տեսախցիկներ են տեղադրվում աշխարհի խոշորագույն մայրաքաղաքների փողոցներում։ Առաջինի երեկոյան եթերն այսօր ֆուտբոլային է լինելու Հայաստանի երիտասարդական հավաքականը կհանդիպի Վրաստանի հետ, մեր երկրի ազգային հավաքականն էլ ուժերը կչափի Իրանի հետ։ Մի քանի վայրկյանից Կարեն Գիլոյանը կներկայացնի մարզաշխարհի նորությունները, իսկ մենք կհանդիպենք ժամը 17-ին առայժմ։